ավելի պատկերավոր ասեմ, թվայնացման տեսանկյունից սմարթֆոնը զենք է։ Կամ կարող եմ այլ կերպ ասեմ, դա թվային աշխարհում տրանսպորտային միջոց է։ Մենք չենք կարող իմեյի կոնցեպտը չներդնել Հայաստանում։ Եթե մենք դա չենք անում, նշանակում է մեր թվայնացման, ռեալ թվայնացման, թվային կապի օրակարգը շատ ավելի բարդ ու դանդաղ կգնա։ Ես ձեր ասած այդ ֆիսկալ էֆեկտները իհարկե շատ կարևոր են, բայց մենք ինչքան ֆիսկալի տեսանկյունից քննարկեցինք, պարզվեց, որ մենք արդեն լավ ուշացել ենք, որովհետև թվայինի եւ կիբերանվտանգության տեսանկյունից ոչ ավելի պակաս կարևոր է, որպեսզի մենք ընդ որում մենք այդ հաշվառման համակարգը տալիս ենք օպերատորներին, նես չի, որ մենք ինչ որ դա ուզում ենք պետական վարչարության մեխանիզմով անենք, բայց առանց դրա անհնար է։ Հետո մեր հետ զարգացած երկրներ, գործընկերներ մենք ուղղակի չենք ունենա, եթե այդ համակարգը չգործի։ Շնորհակալություն։ Ես մի հարց եմ ուզում հնչեցնել, եթե պատասխանը հիմա չկա, բայց լավ կլինի, որ ունենանք, որտեվ հիմնական նպատակը դուք ինչպես նշեցիք, նաև ստվերի դեմ պայքարն է, ի թիվս այլոց։ Մենք ունենք գնահատական պետական բյուջեի եկամուտների աճի։ Այս օրենքի ընդունման դեպքում հատկապես դուք նշեցիք, որ 27 թվականի հունվարի 1-ից է ակնկալվում, որ մանավանդ որ հիմա մենք գտնվում ենք այդ process-ում պետական բյուջեի քննարկումների 27 թվականի, սա շատ կարևոր կլինի ճիշտ պլանավորելու համար նաև ծախսերը կարծում եմ մեր ապագա։ Դե հիմա տենց որ նայենք, մենք այս տարվա համար էլ տենց խնդիր ունենք, ասել եմ եւ դա լավ է, որ մենք պետական բյուջեի եկամուտները առաջանցիկ տեմպերով կատարում ենք։ Դե ինձ թվում է դրա համար ժամանակ ծախսել, վիճել, բանավիճել, տենց շատ լավ։ Ինձ թվում է կունենանք նաև, բայց հիմա դժվար թե որևէ մեկը հաշված լինի, չենք հաշվել, չէ՞։ Դե նոր է շրջանառվում, շրջանառության մեջ գուցե թե այդ թեմային կա դա։ Շատ լավ, համեցեք պարոն Հակոբյան։ Բան եք ասում, թե չեք ասում։ Ես ուղղակի ուզում էի լրացնել ձեր ասածը, պարոն վարչապետ, որ ստվերային առումով, այո, ամենամեծ ստվերով շուկաներից է բջջային հեռախոսների շուկան ու տարբեր մասնագիտական գնահատականներ կան, որ 30-ից 40%-անոց ստվեր կա այդ շուկայում, ինչը եթե մեր տնտեսության ստվերի գնահատականների հետ համեմատենք բարձր է, այսինքն միջինի համեմատ ինքը բարձր է, այդ տեսանկյունից հետագայում երբ որ կունենանք քննարկումը եւ վերջնական մեխանիզմը կլինի, մենք մի հատ պատկերը կհասկանանք ու ըստ դրա կարող ենք նաեւ գնահատել պոտենցիալ եկամուտները այս քննարկումներից հետո։ Համեցեք։ Եթե մեկ նախադասությամբ իրականում ձևակերպենք մեր նպատակը, ես այսպես սահմանեի, որ այս նախագծով մենք փաստորեն չենք արգելում, որ նոր հեռախոսներ, նոր բջջային հեռախոսներ մտնեն Հայաստան, պարզապես եթե դրանք չգրանցվեն, եթե դրանք մնան ստվերում, ուղղակի ֆունկցիոնալ առումով անպիտան կլինեն։ Սա ըստ էության հիմնական ուղերձը, այսինքն եթե ցանկանում է քաղաքացին անհատը օգտագործել ամբողջությամբ հեռախոսը եւ օգտվել բջջային կապի օպերատորի ծառայություններից, ապա այլևս օրենք ուժի մեջ մտնելուց հետո անխուսափելի կլինի email կոդի գրանցումը շտեմարանում։ Երկրորդը պարոն Գրիգորյանը անդրադարձավ հենց քաղաքակիրթ երկրների հետ մեր համագործակցությանը, ես մի քիչ ավելի ընդհանուր պատկերի մեջ կասեի, որ սա նաև այս մոտեցումը գալիս է ամբողջացնելու մեր այն մոտեցումը, որ հատկապես վերջին տարիներին մենք որպես կառավարություն որդեգրել ենք, գիտեք, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, մի շարք տարատեսակ ծառայությունների, լիցենզավորված ծառայություններից օգտվելու հետ կապված մենք բավարար հետևողականություն կամ հիգիենա չենք պահպանել, սակայն այդ վարքագիծը փոփոխվել է եւ ահա այս նախագիծը գալիս է լրացնելու այս քաղաքականություն, այսինքն մենք նաեւ այս իմաստով եւս դառնում ենք բաց գոտի հասկանալի մեր միջազգային գործընկերների համար եւ նաեւ մեկ այլ տեղեկատվություն, որ ուզում եմ ասել, որ այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ օգտվում են օրենքն ընդունվելու
պահին, այդ պահին արդեն իսկ բջջային կապի օպերատորի հաճախորդներ են լինելու, այսինքն օգտվելու են ցանցի ծառայություններից, ավտոմատ կերպով email կոդերը գրանցվելու է առանց որևէ անելիք քաղաքացիներ անհատները չեն ունենալու, ավտոմատ կերպով գրանցվելու եւ որևէ турք չի սահմանվելու դրա։ Դե խոսքը վերաբերվելու է նոր հեռախոսների մասին։ Միայն նոր հեռախոսների մասին։ Համեցիկ։ Ես ուզում եմ հասկանալ, այս մեխանիզմը որևէ առնչություն ունի ռեէքսպորտի հատվածով, այսինքն հեռախոսների, որոնք կան մտնեն Հայաստան եւ Հայաստանից դուրս գան։ Առնչություն չունի, որովհետև այդ հեռախոսները Հայաստանում չի ակտիվացվելու։ Բացարձակապես որևէ ազդեցություն եւ առնչություն չունի։ Այսինքն մենք մաքսային ընթացակարգերը իհարկե կիրականացվեն, հիմա այլ են ոնց իրականացվում, այլի կիրականացվի, բայց մենք գիտենք հիմա, որ ցավոք, այսինքն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մաքսանենք ճանապարհով կամ հոսքեր կա կամ այսպես ասած գրպանի ներմուծման բան կա, process-ներ կան 4 հատով, 5 հատով, 6 հատով, 3 հատով, 10 հատով եւ այլն եւ այդպես շարունակ ավելի մեծ թաքնված խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տրանզիտին չի վերաբերվում, առնչություն չունի այդ թեմայի հետ։